Այլևս չեմ դասավանդում ու կիսատ եմ թողնում իմ ասպիրանտուրան հայ-ռուսական համալսարանում։ Ողջույն ընկերներ, 2015 թվականին ես ընդունվեցի ԵՊՀ հավաքելով 60-ից 52։ Նախորդ տարիներին այս միավորով ես հանգիստ անվճար էի ընդունվելու, սակայն այդ տարի գնահատականները անսպասելիորեն բարձր էին ու ես ընդամենը մեկ տեղով չանցա անվճար։ Նեղ տարիներ էին, կրթության գումար չունեին, բայց ամենացավալին այն էր, որ առաջին համարով ընդունված մեկը կար 3-20-ով ու դասի հաճախելիս այդպես էլ չտեսա, թե ով էր այսպես ասենք տարել իմ անվճար տեղը։ Ասում էին, որ ազդեցիկ մարդու որդի է, ենթադրում եմ իր բանակի խնդիրներն էին լուծում։ Այդ անարդարության զգացումն այնքան մեծ էր, որ անգամ մեծ դժվարությամբ հավաքած գումարը չվճարեցի ու որոշեցի չշարունակել կրթությունը։ Դուրս եկա համալսարանից ու գնացի ծառայության։ 2018-ին զորացրվելուց հետո անվճար ընդունվեցի հայ-ռուսական համալսարան, անվճար սովորել եմ մինչև ամսի 11-ը, կարելի ասել անվճար էլ դասավանդել եմ։ Ինչևէ, ես շատ շնորհակալ եմ իմ համալսարանին, իմ դասախոսներին ու առանձնապես իմ սիրելի ուսանողներին։ Ես կարող եմ հաստատապես պնդել, որ դասախոսությունն իմ տարերքն է։ Բայց երբ քաղաքականությունը վերևներից զանգերի տեսքով փորձում է մտնել իմ լսարան, ես կտրականապես մերժում եմ այդ միջամտությունը։ Ես թույլ չեմ տա, որ իմ գիտական ու ակադեմիական գործունեությունը դառնա լծակ իմ բերանը փակելու համար։ Ուստի ես որոշում եմ կայացրել ազատվել աշխատանքից եւ արդեն իմ սեփական նախաձեռնությամբ լքել եմ ասպիրանտուրան, որն այս տարի պետք է ավարտեի ու ստանայի գիտությունների թեկնածուի աստիճան։ Սա ինձ համար ծանր, բայց սկզբունքային ու կշռադատված որոշում է։ Եթե ես պիտի ընտրեմ ձեռնտու գործարքի ու իմ սկզբունքների միջև, ես միշտ ընտրում եմ իմ սկզբունքները։ Սիրելի ուսանողներ, սա թերևս իմ ամենակարևոր դասն է ձեզ համար։ Երբեք չվաճառել սկզբունքները հանուն կոմֆորտի, կռիվ տալ այն գաղափարի համար, որին դուք սրբորեն հավատում եք։ Ես այլևս ոչ դասախոս եմ, ոչ էլ ասպիրանտ։ Շուտով չեմ դառնալու գիտությունների թեկնածու, բայց մեր օրերում պարտված պատերազմի գլխավոր շտաբի պետը կրում է խիտ մեդալներ։ ԱԳՆ-ի երեխանով գիտությամբ է զբաղվել բանակից թռնելու համար, այժմ էլ չի զբաղվում գիտությամբ, կրում է ասպիրանտի կոչում։ Այս կեղծ ու ամբովանդակ ժամանակներում ես նախընտրում եմ լինել անանուն պարզաճակատ հաղթող, քան կեղծ տիտղոսներով պարտվող։ Անկախ Հայաստանում մենք 3 իշխանություն ենք տեսել։ Անխուսափելիորեն տեսնելու ենք 4-րդը, 5-րդը եւ այսպես շարունակ։ Իշխանությունները գալու ու գնալու են, իսկ պատմությունն ու սահմանադրությունը գնահատական է տալու բոլորից։ Ու ես հավատում եմ, որ սա այն զրկանքների ճանապարհն է, որով ես պիտի անցնեմ։ Սա իմ առաքելությունն է, որը ես ստանձնել եմ ու դրանից չեմ շեղվելու։ Սա է ազգային ու պետական այր դառնալու իմ ուղին։ Լավ եղեք ընկերներ, գլուխներս բարձր ու պայքարի ոգով լեցուն։ Պայքարը շարունակվում է։